Հայաստան դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակեց Կոտայքի մարզում։ Քասախ, Պրոշյան, Եղվարդ կանգառները 3-ն էին։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Քասախում իր ելույթը սկսեց իշխանության քաղաքական վարքագծի ու քարոզչական մեթոդների քննադատությամբ։ Տեսնում եք, թե ինչ է կատարվում։ Մարդկանց հետ խոսալու ոճը, մարդկանց հայհոյելը, սպառնելը։ Մի 2-3 օր առաջ վարչապետը սպառնեց, որ սպանելու է ինձ եւս 2 անդիմադիր ուժերի առաջնորդներին։ Ռոբերտ Քոչարյանը խոսեց իրենց նախընտրական ծրագրերից, անդրադառնալով հատկապես համայնքներում առկա խնդիրներին։ Նրա խոսքով դպրոցների օպտիմալացումն ու պետական ծառայությունների խոշորացումը գյուղացիների համար լրացուցիչ դժվարություններ են ստեղծել։ Սա մի վիճակ է, որը եւս մենք մեր ծրագրերում շտկելու ենք։ Վերացնելու ենք բոլոր այն քայլերը, որոնք ամեն քայլափոխի մարդկանց համար ստեղծում է անհարմարություն։ Հիմա սա է մեր մոտեցումը։ Քոչարյանը քարոզարշավի ընթացքում առաջնային թեմաներից մեկը համարեց անվտանգությունը, նշելով, որ երկրի անվտանգությունը չի կարող կախված լինել մեկ անձից կամ այլ պետության ղեկավարի որոշումներից։ Մեր հիմնական երևի թեզերից մեկը անվտանգության հարցերն են։ Անվտանգությունը մենք ասում ենք, որ պետք է լինի երաշխավորված։ Դաշինքի վարչապետի թեկնածուն անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին քննադատեց իշխանության վարած քաղաքականությունը։ Ռուսաստանը հսկա երկիր է, մեծ ամբիցիաներ է։ Երևի աշխարհի հզոր երկրների երրորդն է իր պոտենցիալով։ Ռազմական պոտենցիալով երևի առաջի երկրորդ, տնտեսական պոտենցիալով երրորդ։ Կարելի է նման կարգի հարաբերություններ կառուցել նման ոճի մեջ Ռուսաստանի հետ։ Եթե դու մտածում ես Հայաստանի մասին։ Պրոշյանում Քոչարյանը հայտարարեց, որ իր նախագահության տարիներին տրված խոստումները կատարել է եւ ընտրողներին կոչ արեց աջակցել Հայաստան դաշինքին։ Ինչ վիճակում էր գտնվում երկիրը մեր իշխանության գալու պահին եւ ինչ վիճակում էր իշխանությունը թողնելու պահին։ Դե գնահատականը սա է։ Ինչ վիճակում է ստացել, ինչ վիճակում է հանձնում։ Քոչարյանի ելույթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ, քաղաքացիներից մեկին տարածքից հեռացրին։ Հանգիստ, ես եղել եմ 10 տարի նախագահ եւ չի եղել մեկ խոստում, որը կատարած չլինեմ։ Ուրեմն սրանով ենք մենք հանդիս գալիս մեր ժողովրդի առջև եւ ասում ենք հետեւյալը. ձայն տվենք մեզ եւ չեք փոշմանելու։ Համաձայն եք։ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ խաղաղության հասնելու ճանապարհը ոչ թե զիջումներն ու պետության թուլացումն են, այլ ուժեղ բանակը, ազգային համախմբվածությունն ու ռազմավարական գործընկերների հետ կայուն հարաբերությունները։ Ամսի 7 համար 17, ամսի 7 համար 17, ապրեք, շնորհակալություն։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։